Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, Արարատի եթերում բարև ես եմ հաղորդաշարն եմ։ Շարունակում ենք մեր ուշադրության կենտրոնում պահել տարբեր ոլորտների ամենահետաքրքիր ներկայացուցիչներին եւ այսօր խոսելու ենք լրագրությունից։ Մեր հյուրն է Առավոտ կայքի խմբագիր Աննա Իսրայելյանն իր որդու հետ։ Համեցեք, միացեք մեր զրույցին։ Բարի երեկո, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, հուսամ հետաքրքիր զրույց կլինի, ինձ համար որ շատ պատասխանատու է եւ կուզեմ զրույցը սկսել հետեւյալ հարցից։ Սովորաբար հյուրերս արվեստի ներկայացուցիչներ են, այսինքն արտահայտված ունակությունները տվյալ ոլորտի նկատմամբ, որում արդեն հասուն տարիքում դրսևորվել են, մանկուց երևում են եւ կարելի է հասկանալ, որ այս կամ այն ուղղությամբ շարժվելու հավանականությունն ունի այս երեխան։ Ինձ հետաքրքիր է, արդյոք լրագրողը ունի որոշակի դրսևորումներ մանուկ հասակում, ինչը ծնողին կողմնորոշման հնարավորություն կտա, քանի որ դուք ինքներդ այս դաշտն եք ընտրել եւ հետագայում նաեւ ձեր տղան շարունակել այս ուղղվածությունը եւ որպես դրսևորվող անձ եւ որպես նկատող անձ կխոսեք դրա մասին, կարծում եմ։ Իմ մասով ասեմ, մայրս պիտի որ նկատած լիներ, որովհետև դեռ մինչև 5-րդ դասարանը արդեն իսկ թղթակցում էի այն ժամանակ եղած մանկական թերթերին, պիոներ կանչ թերթեր եւ այլն, որդուս հետ կապված ինքը, գիտեք, մի քանի բաներ կա, որոնք երկուսն էլ պիտի գլխի ընկնեի, որ ինքը կարող է գնալ այդ ուղղությամբ։ Այս պահին ինքը հիմա ծրագրավորող է։ Ու պետք է ասեմ, որ ինքը իր պատճառով իմ համակարգիչի ես ստիպված եմ եղել 3 անգամ կարծեմ թե նույնիսկ ֆորմատ անել, որովհետև անընդհատ մտնում էր ու ծրագրային ֆայլերի մեջ ինչ որ փոփոխություններ էր անում եւ այլն, որի հետևանքով ստիպված էի լինում նորից համակարգիչը բանալ։ Ես իրեն խաբում էի, ասում էի, որ բանա կոդ կա, իրականում կոդ չկար, էլի, որ ինքը հեռու մնա համակարգիչից, ինքը բան ուներ փոքր ժամանակվանից ու ինքը կողքս նստած սենց խելոք ասում էր ինձ թվում է իմ անունն ես դրել կոդը եւ այլն ծանոթներից մեկն էլ փեսաս քրոջս ամուսինը նորից նկատել էր, ասել էր որ ինքը ծրագրաբան կլինի, որովհետեւ տեսեք երկու ձեռքով է հավաքում։ Այսինքն այդ մասով կարող էի գլխի ընկնել, բայց նույնքան ուներ նաեւ նախադրյալներ կային, որ կարող է լրագրող լինել, որովհետեւ ամենասիրած խաղալիքներից մեկը կամ զբաղմունքներից մեկը ամբողջ ժամանակ իզնից փորձում էր կորզել իմ դիկտաֆոնը, ասում էր գտած դիկտաֆոնը գնամ մեր վերևի ինչ որ մի հատ փոքրիկ աղջիկ կար, գնամ հետը Հաչազյուզ անեմ։ Եվ կատակները բոլորը դենց Ազատություն ռադիոկայանի կամ իմ աշխատանքային։ Այսինքն բոլոր հնարավորություններ չէր հասկանա թե որ ուղղությամբ կգնա, որովհետև այդ ամեն ինչն էլ քիչ ու միջ դրսևորվում էին։ Բայց այդուհանդերձ այն գլխավոր հենքերը, որոնք տալիս են հնարավորություն հասկանալու, որ երեխան ունի հակվածություն, լեզվի ճարպկությունն է, հետաքրքրասիրությունն է կամ վերլուծական միտքն է, այսինքն յուրաքանչյուր իրադարձություն, օրվա իրադարձություն մեկնաբանելու, ծնողին պատմելու, ինչ հատիկներ կան, այսպես ասած, որոնք կարող են հուշել։ Մի շրջան կար, որ տուն վերադառնալով ես բարձից վրա տեսնում էի տղայիս նամակը։ Չնայած դա շատ անձնական բան է ու տարիների ընթացքում ես հասկացա, որ այդ տեսակ բաները շատ է պետք չի հանրությանը ներկայացնել, դա պետք է մնա քոնը, բայց այն ժամանակ ընկերներիցս մեկը վերցրեց եւ տարեգիր թերթում հրապարակեց 8 տարեկան երեխայի բան, ասենք տատուց էր բողոքում, կամ ասենք բաներ անում, պատմում էր, ասում ես տատիկիս մամայիս իմ մայրիկին եմ այն ասացի, որ երբ որ ես բանակ գնամ, ես մողես եմ ուտելու, ես էս եմ ուտելու, ինքը լաց եղավ ու ասաց, որ ես քեզ բանակ չեմ թողի։ Ասես էսակ նամակներ էր գրում, այսինքն գրողական գրչական բանը ձիրքը երևում էր, մամաս իհարկե ամենածանրը էր տանում այդ նամակները, մանավանդ հրապարակումը, ասում էր մայրդ բան գրող դու գրող ավելի վատ բառով էլի ինչպես ասում են գրողներին էլի այդ առաջին իր փաստորեն ստացվեց որ հրապարակված ստեղծագործությունները այր այդ նամակներն էին որ էլի փոքր տարիքում բան եղավ ու մի շատ լրագրող գործընկերներս Վաղամերիկ Գենոֆյան Ժենյան Մարտիրոսյան օրինակ ամենաշատը հենց դա էր սիրում թեև հետո Աշոտը բազմաթիվ այլ մի որոշ շրջան իբրև լրագրող աշխատեց բայց ամենաանկեղծ բաներ որոնք նախատեսված չէին հրապարակման համար այդ նամակներն էին ինձ
Հետաքրքիր է, տեսեք ձեր խոսքում նշեցիք, որ համարում եք, որ հրապարակման անհրաժեշտությունը չկա, որովհետև դրանք անձնական են, այդ ազատության չափի, զգացողության ընկալումը լրագրության հետ է ձեզ հետ եկել, թե որպես քաղաքացի, որպես անհատ, որպես մարդ, որովհետև մեր տարածաշրջանը, մեր միջավայրը, մեր հասարակությունը չի նպաստում ազատության ճշմարիտ ընկալման ձևավորման հարցին։ Անկեղծ ասած, դա հենց որպես ընդհանրապես անհատ իմ դիտարկումներն են, որովհետև մի պահ զգացի, որ իմ նյարդերի վրա ազդում է, երբ որ տեսնում եմ, որ սոցիալական ցանցերում իրենց հարազատի, իրենց ծնողի կամ որդու կամ զավակների ծննդյան օրը մարդիկ սկսել են սոցիալական ցանցի միջոցով ասել, փոխանակ նայեն իր դեմ առ դեմ եւ իր աչքերի մեջ։ Ես իմ նյարդերի վրա սկսեց ազդել, որ տեսնում էի, որ ընտանիքի հետ կապված ամեն դեպք մանրամասն անմիջապես ինչ որ յուրօրինակ չեմ էլ ուզում այդ վատ բառը ասեմ, հա, կան մարդիկ, ովքեր ինչ որ բաներ ցուցադրելուց հաճույք են ստանում, այդ տեսակ ինչ որ մի բանով անմիջապես բոլոր ընտանեկան ինչ որ խնդիրները ի ցույց են դրվում հանրությանը։ Առանց այդ էլ եթե փոքրի շատ է հանրային մարդ ես, մարդիկ սիրում են քո անկողնային սպիտակ կեղենի մեջ փորփորել կամ բանալու անցքից նայել, ինձ չի թվում, որ լրացուցիչ անհրաժեշտություն կա, որ առանց այդ էլ ինչ որ բաներ դու էլ ի ցույց տնես։ Ինչ որ բաներ կան, որ պետք է մնան միայն քոնը, պիտի մնան քո ընտանիքի ներսում եւ այդտեղ պիտի հետաքրքրասերների աչքից հեռու պահվի։ Ես այդպես եմ կարծում։ Դա նաև առողջ ձևավորվելու, առողջ մտածողությամբ ձևավորվելու հնարավորություն կտա։ Ես հիմա ուզում եմ հասկանալ, որքանով է ազդեցություն թողնել Աշոտի ձևավորման եւ մասնագիտության ընտրության վրա ձեր մոր դրսևորումները եւ տեսակը, որովհետեւ մեկ այլ բան է պարզապես տանը լրագրող ունենալ եւ մեկ այլ բան է, երբ առաջատար լրագրողներից մեկն է հեղինակություն է այս միջավայրում եւ կարծես թե տարբեր կարևորագույն փուլերում սեփական տեսակի դրսևորում է ունեցել։ Որքանով է դա ազդել, օգնել կամ նույնիսկ խանգարել ձեզ։ Ինձ թվում է ավելի շատ խանգարել, որովհետև մաման ի սկզբանե չէր ուզում, որ ես լրագրության ոնց որ լրագրության մեջ խորանայի, չնայած այդ որ փոքր ժամանակում այս գնում են ու ի վերջո այդպես էլ եղավ, քանի որ բազմաթիվ դեպքերից հետո ինքը ինչ տեսել էր իր կյանքի ընթացքում, չէր ուզում նույնի միջով ես անցնեի, սակայն ի վերջո այդպես էլ եղավ, բայց ամենայն դեպս մի շրջան կար, որ ես անընդհատ ուզում էի գրել, աշխատել լրագրության մեջ, հարցազրույցներ եւ այլն, բայց ժամանակի հետ հասկացա, որ տեխնիկայի հետ աշխատանքը ավելի հետաքրքիր է ինձ, բայց որ ասեմ լրագրությունը չի նպաստել դրան, սխալ կլինի, քանի որ հենց տեխնիկայի հետ աշխատելը կայքերում բան, դա մղեց նրան, որ ես սկսեմ ծրագրավորում սովորել, ինձ հետաքրքրի թե ոնց է այդ ամեն ինչը աշխատում եւ ի վերջո մասնագիտությունս փոխեցի։ Այդ առումով իսկ հիմա խրախուսում է, որ ավելի առաջ գնամ, ավելի նոր բաներ սովորեմ, քանի որ այն ոլորտը չի, որը նա ես չէր ցանկանում տեսնել։ Նաեւ Հայաստանում կարծում ավելի հեռանկարային է, ամբողջ աշխարհում կարծում եմ ավելի հեռանկարային է այս ոլորտում կոնկրետ տարածաշրջանային լոկացիայի, այսինքն անհրաժեշտություն չկա։ Այն այնքան սփռված է եւ այնքան մեծ հնարավորություններ է տալիս անհատին աշխարհի տարբեր երկրներում համագործության միջոցով, բայց քո տարածաշրջանում քո հողում գտնվելով ունենալ հետաքրքիր արդյունք եւ զարգացման հնարավորություն։ Ես անհրաժեշտ եմ համարում այնուամենայնիվ պարզաբանել, թե ես ինչու չէի ցանկանում, որ տղաս որպես լրագրող շարունակի աշխատանքը, դե բացի մի պատճառաբանությունից, որ բացառությամբ որոշ անհատ լրագրողների, այնուամենայնիվ լրագրությունը Հայաստանում այն մասնագիտությունը չի, որով տղամարդը կարող է պահպանել ընտանիքը։ Այո, դա մի կողմ թողենք, բայց ես շատ լավ նաև գիտակցում եի, որ եթե ինքը գնա իմ հետքերով, լինելու է մի բան, որի դրսևորումները ես արդեն իսկ տեսա, երբ այն կարճ ժամանակահատվածում, երբ որ նա աշխատում էր իբրև լրագրող, որովհետև որտեղ նա հայտնվում էր եւ որտեղ որ իրեն ճանաչում էին, ասում էին, Աննա Իսրայելյանի որդին է։ Ես գերադասում եմ, որ իմ որդին իր ճանապարհը ինքը հարթի։ Ես չեմ կարող մարդկանց անընդհատ բացատրել, որ ես չեմ փորձում ինչ-որ հովանավորել, իրեն առաջ մղել եւ այլն, որ այդ ամեն ինչին ինչ-որ ինքը հասնում է սեփական ձիրքի կարողության շնորհիվ։ Դրա համար գուցե շատ վատեր, իդեպ ինքը շատ էլ տուժում էր անընդհատ այն պատճառով, որ իմ որդին է, որովհետեւ օրինակ մի շարք ծրագրերում, որտեղ ես ասենք
մի տնօրենների խորհրդի անդամ եմ եւ որ կազմակերպության հետ իրենք դրամաշնորհային ծրագիր ունեն, նրանք տղայիս մուտքը բացառված է, որտեղ շահերի բախում կար արդեն։ Այսինքն ու մի անգամ նույնիսկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ասաց, առաջին անգամ եմ տեսնում, որ մոր պատճառով որդին այսքան տուժի։ Եվ սա է բացատրությունը, հանկարծ բան չարվի, որ ես ինչու չէի ուզում, որ ինքը գնար էլի։ Այսինքն արհեստականորեն արդեն առանց այդ էլ այս ոլորտը ստեղծում է իր դժվարությունները, կողմնակի դժվարությունները ձեր շնորհիվ էին ստեղծվում, այսպես ասած, փոխանակ հակառակը լինեն, օգնություն որոշակի հենք եւ ճանապարհի հարթում։ Շատ լավ մարդու մասին այնքան էլ լավ չի վկայի, եթե կասկած լինի, որ իր ծնողներն են իր համար ճանապարհ հարթում, էլի։ Դրա համար ես կարծում եմ, որ ավելարվել իր կայացվածության իմաստով լավ կլիներ, որ ինքը այլ ոլորտ ընտրեր, բայց ես երբևէ իրեն ամենայն դեպս չեմ թելադրել, որ սա արա կամ նա արա, ուղղակի բաներ կար, որ ես ասում էի, որ ասենք աշխատատեղեր կար, որ ինքը գնում էր իրենց բան, ասում էի, գիտես, լավ չի լինի, որ դու ես լրատվամիջոցի հետ համագործակցես, անուն չտամ, եւ տեղեր կար, որ ես ասում էի, ձգտի, հա, եւ այլն, էլի, այդ իմաստով միայն։ Եկեք փորձենք խոսել լրագրողական դաշտից եւ այն կրթահամակարգից, որը տալիս է հնարավորություն դրսևորվելու, ինքնակերտվելու, գործիքներին տիրապետելու եւ արդեն կիրթ կերպով ներկայանալու հասարակության եւ ծառայեցնելու այդ գիտելիքը հասարակության զարգացմանը։ Արդյոք ունենք մենք լրագրողական դպրոց, արդյոք ունենք այն գիտելիքների առումով, իմացական առումով այն հենքը, որը կտա հնարավորություն բնատուր շնորհին արտահայտվելու եւ արդյոք կա ժամանակակից, որովհետեւ ժամանակները գնում են առաջ, տեխնոլոգիաները զարգանում են, աշխարհընկալումը մարդկության եւ հասարակության կողմից փոխվում է եւ փոխվում է նաեւ լրագրության արտահայտչամիջոցներն ու ձևաչափը։ Ունենք արդյոք ժամանակակից գրականություն, որը կարող է լրացնել այն բացը, որը միգուցե կար։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ներկայիս լրագրողների համար կրթվելու եւ զարգանալու հնարավորությունները շատ ավելին են, քան կար մեր ժամանակ։ Մեր ժամանակ, եթե ասեմ, ժուրնալիստիկայի ոչ առանձին բաժանմունք էր, ընդհանրապես մասնագիտացման խումբ էր, որում աշխատում էին 3 հոգի, որոնցից միայն մեկն էր պրակտիկ լրագրությամբ զբաղվում, դա հայտնի շախմատային մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանն է։ Մյուս երկուսը զուտ տեսաբան լրագրողն էին, ինչ պետք է սովորեր ընդհանրապես լրագրողը, բայց այնուամենայնիվ հենց այդ սերնդի շատ ներկայացուցիչներ այսօր համարվում են մեր լրագրության աստղերից, այսպես ասենք, հա, ճակերտավոր աստղերից բան։ Այսինքն, եթե մարդը լրագրողական ձիրք ունի, կրթությունը միշտ կարևոր է, անչափ կարևոր է, բայց այնուամենայնիվ երկրորդային է դառնում։ Այժմ ես տեսնում եմ, որ շատ ավելի բազմազան են լրագրողների համար հնարավորությունները, բազմաթիվ ծրագրեր կան միջազգային, որ կարելի է, եթե լեզվի իմացությունը բավարար է, կարող ես դիմել, գնալ, սովորել, մասնակցել վարպետության դասերի եւ այլն։ Այլ հարց է, թե լրագրողները իրենք որքանով են օգտագործում այդ հնարավորությունները։ Վախենամ, թե քանի որ հիմա վատ բան եմ ասելու, գիտեք, մեզ համար շատ ավելի դժվար էր աշխատանք գտնելը։ Շատ երկար ժամանակ դու պիտի ապացուցեիր, որ ինչ-որ բան արժես, մինչև գոնե քեզ փորձաշրջանով ինչ-որտեղ կվերցնեին։ Ընդամենը մի քանի հատուկենտ լրատվամիջոցներ էին, տարիներով գործազուրկների կամ աշխատանք չունեցող լրագրողների հերթեր էին կանգնած այնտեղ աշխատանքի համար։ Իսկ այսօր որևէ ուսանող, որը փոքրի շատ է իրենից ինչ-որ բան ներկայացնում է, դեռ ուսումնառության ընթացքում անմիջապես աշխատանք կգտնի, որովհետև չգիտեմ քանի կայք, չգիտեմ քանի հեռուստաընկերություններում եւ այլն, եսիմին բավական է, որ ընդհանրապես ինքը կարողանա գրագետ նախադասություն, մենք երբեմն նույնիսկ դա էլ չի պահանջվում, հասկանում եք։ Այսինքն հիմա հնարավորությունները շատ են, բայց վախենամ, թե ինքնակրթվելու, զարգանալու, առաջ ընթանալու ցանկությունը ոչ այնքան բավարար է։ Ես լրացնեմ, համաձայն եմ, որ հիմա ավելի ոնց որ լավ պայմաններ են, կոնկրետ իմ օրինակով կարող եմ ասել, ես սովորում եմ Իբրիսովի համալսարանի լրագրության, որը նույնպես մասնագիտացում էր, մեզ դաս էին տալիս հայտնի լրագրողներ, Մեսրոպ Հարությունյան, Կարինե Քալանթարյան, Մարգարիտ Էսյան, Լիլիթ Ստեփանյան, Տատյանա Օհաննիսյան, որը պրակտիկ լրագրության մեջ եղել են իրենց կարելի ասել ամբողջ կյանքում,
ու եթե իրենց խորհուրդներին ամբողջությամբ հետևենք, իրենց բոլոր ասածները անենք, նրանց հիմնական ասածը նույնն է, ինչ որ մաման ասեց, ինքնակրթվելը, եթե հետևենք, շատ հնարավոր է, շատ կարող ենք լավ լրագրողներ դառնալ։ Մեր կուրսից իհարկե մարդիկ կան, որ հիմա էլ են հեռուստաընկերություններում, թերթերում աշխատում են, ու ինքս էլ ին վրա զգացել եմ տարբերությունը այդ բաժնում սովորելուց առաջ եւ հետո հսկայական էր, այսինքն իրենք մեզ ամեն ինչ տալիս են, գիտելիքը ասում են դուք պետք է բանեք, մենք ձեզ կարող ենք միայն ուղղություն ցույց տալ։ Մնացած արդեն գործառնական փորձի հետ եւ սեփական ցանկություններից դրդված կամ ռեալիզացվի կամ ոչ։ Բայց մի բան մի բան ասեմ էլի, էս էլ էր նախախնամություն էլի, որ ինքը իրեւ չի ընդունվել ժուրնալիստիկայի ֆակուլտետ։ Ինքը գնաց Բրյուսով երկրագիտության բաժանմունք էր եւ այլն, բայց այսինքն ես էլի տեսնում եք, որ ամեն ինչ արել եմ խոչընդոտելու համար լրագրող։ Հա, բայց կատարվեց անհավատալին ինձ համար անպատկերացնելի, որ մինչ ինքը գնաց բանակ ծառայեց եւ վերադարձավ, ուղղակի այդ ֆակուլտետը դադարեց գոյություն ունենալուց, որովհետեւ պարզվեց այնտեղ ինչ որ պատմություններ կային, որ չունեին դրա համար համապատասխան լիցենզիան եւ նա հարկադրված էր ընտրություն կատարել եղած բաներից լրագրություն, թարգմանչական գործ, որովհետեւ իր մասնագիտությունը այլևս չկար։ Բնականաբար ինքը ընտրվեց լրագրությունը։ Հետաքրքիր է, պատահականությունները պատահական չեն։ Կարծում եմ ամեն ինչ իր նշանակությունը ունի եւ անհրաժեշտությունը կար այս կրթահամակարգին ծանոթանալու, այս ամենը վերծանելու եւ արդեն արժեվորելով հասկանալու, ընտրություն կատարելու։ Ըստ ձեզ, արդյոք լրագրությունը ունի տարիք, որը ավելի նախապատվելի է, այսպես ասած, այս ոլորտում դրսևորվելու համար։ Այսինքն, համարում եք, որ առաջնային կրթությունը կարող է լինել հենց ժուրնալիստիկան, լրագրությունը, թե ցանկալի է, որպեսզի այն լինի երկրորդ, երրորդ կրթություն եւ կարող է այն հնարավորություն տալ ավելի լրջմիտ վերաբերմունքի, ավելի սեփական կարողությունների սթափ գնահատման։ Նայած թե որ ոլորտի համար է, ասեք, ես հիմա փորձեմ իբրև մարդ, որ ինչ որտեղ աշխատկադրերի ընտրության հետ կապված կարող է ձայնի իրավունք ունի, հա, մեր խմբագրությունում, եթե ես ուզում եմ մարդկանց գործի ընդունել, ես ինչ ում կկարևորեմ, հա, ձեր ասած հենց այդ չափանիշներով։ Եթե ես խիստ մասնագիտացված լրագրողի, ասենք, եթե ես ուզում եմ հատկապես օրինակ մշակութային մեկնաբան լինի, ես իդեպ նախընտրեմ, որ ինքը անպայման լինի համապատասխան բուհից, օրինակ թատրոնի եւ կինոյի եւ այլն, որովհետեւ հաստատ ներսից ավելի ինքը լավ հայացք ավելի մասնագիտական կլինի, քան թե ժուրնալիստիկայի ֆակուլտետից, հա, եւ այդպես կարող եմ շարքը շարունակել։ Եթե ես, այսինքն ուզում եմ, որ կոնկրետ ոլորտային լրագրող լինի, իսկ այնուամենայնիվ ապագան այդպիսի խորացված ուսուցմամբ, խորացված հայացքով լրագրողներին է, ես դրա վստահ եմ, որ եւ լրատվամիջոցները պիտի գնան այդ մասնագիտացում եւ հատկապես լրագրողները, բայց այսօր վիճակը այնպիսին է, որ լրագրողը պիտի կարողանա գրել ամեն ինչի մասին ու պատկերացում ունենալ ամեն ինչի մասին, որովհետեւ մեր մարզական մեկնաբանին ես մեկ էլ հանկարծ ուղարկեմ տնտեսական ինչ որ բանի, ինքը իդեպ վատ էլ չի գրում, մեր Աշոտ Հակոբյանը եւ այլն, ու չգիտեմ, այս բանասիրական ֆակուլտետում, որտեղ ես սովորում էի, համարում կար, որ ով որ ոչինչ չգիտի, դառնում է լրագրող։ Ես հիմա կարող եմ պնդել, որ լրագրողը պիտի ամեն ինչից մի քիչ գոնե մի քիչ պատկերացում ունենա։ Ինչ որ բաներ ուզում դարձքում անհրաժեշտ։ Դա ինձ շատ էր խանգարում, իմ մոտ այսպիսի մի խնդրեմ կար, եթե ինչ որ մի քաղաքական խումբ կլինի, ինչ որ բան թեմա կլինի, որից չի հետաքրքրում, ես ուղղակի կամ գնում էի press release էի գրում, կամ ընդհանրապես հրաժարվում էի գնալ, կամ կռվով դավով էի գնում, դա ինձ խանգարում էր։ Ես իմ նախընտրելի թեմաները ունեի, որը տեղեկատվական տեխնոլոգիաներն է, միջազգայինն է, քաղաքականն է, դրանից դուրս ուղղակի չէր ստացվում ոչինչ անել։ Երբ փորձում էի կամ շատ դժվար է ստացվում, օրերի աշխատանք էր պահանջում, եթե հեռուստատեսային ռեպորտաժեր, իսկ նյութ գրելուց ուղղակի, չգիտեմ, լավ նյութ չէր ստացվում։ Աշխատանքի բերումով 1 ամիս Seattle Times-ում internship եմ անցել։ Ու դուք կզարմանաք, բայց ես այնտեղ պարզեցի, քանի որ այնտեղ այդ տարածքում Seattle-ի տարածքում են եւ Boeing-ի գործարանը եւ Microsoft-ը եւ այլն, գիտեք, որ այնտեղ լրագրող կար, որ զբաղված էր միայն ու միայն Boeing-ի մասին գրելով։
եւ նույնպես նաեւ կար մեկը, որ միայն գրում էր Microsoft-ի հետ կապված։ Ախր դա ճիշտ մոտեցում է։ Դուք պատկերացրեք մամականի մարդը ներգրաված այդ Boeing-ի գործարանի բանում կամ Microsoft-ին։ Մենք ընթերցողների որոշակի շրջանակ է, որոնց դու բերում ես դեպի քո թերթ։ Իսկ մենք գրում ենք միայն քաղաքական հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար, նրանց շահերի, այսպես ասած, շահերը կամ նրանց հետաքրքրությունները նկատի ունենալով, բայց այնուամենայնիվ նրանք այդքան էլ մեծ չեն կազմում Հայաստանում եւ ահա եւ ստանում ենք որպես պատասխան մեր թերթերի քիչ տպաքանակները, որովհետեւ մենք հաշվի չենք առնում մարդկանց իրական հետաքրքրությունները, հա, ոչ մեկի Խնդրեմ։ Չէ։ Իրական հետաքրքրություններից եք խոսում, ես ուզում եմ հասկանալ, որքանով են համարժեք լրագրողական դաշտն ու հասարակության հետաքրքրությունները։ Եվ արդյոք պետք է մեկը մյուսին ծառայեցնել, որովհետև եթե հասարակության ցանկություններին, այսպես ասած, տրվենք, մենք կարող ենք լրագրությունը որպես հասկացություն, որպես երևույթ, որպես իշխանություն, այսպես ասած, կորցնել։ Ես չգիտեմ որքանով են համարժեք իրար այդ երկուսը, որովհետև մեզանում ոչ մի լուրջ ուսումնասիրություն չի անցկացվել բարձելու համար, ասենք որևէ լրատվամիջոց չի բարձել, թե իր թիրախային լսարանին ինչ խնդիրներ են հետաքրքրում, հա, եւ եթե ընդհանուր ինչ որ հետաքրքրություններ կան, ասենք մոտավոր բոլորս էլ պատկերացնում ենք, ասենք այդ ցանկը, հա, որ պետք է ասենք տնտեսական մարդկանց հետաքրքրում են իրենց աշխատատեղերը եւ այլն, օրինակ ինձ համար շատ զարմանալի էր, որ մեր կայքում, առավոտի կայքում անսպասելի շատ այցելություններ ունեցավ թվում է ընդհանրապես պաշտոնական լրահոսի օֆիցիոզ կազմող այն լուրը, երբ որ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց պետական ոչ առևտրային կազմակերպությունների եւ ծրագրերի իրականացման գրասենյակները փակելու, կրճատելու մասին։ Ինձ համար մի պահ մտածեցի, էս ի՞նչ է այսքան, ասենք մի քանի տասնյակ հազար դիտումներ էր, էլի, բայց մեկ էլ շատ բարձ է պատասխանը, չէ՞ որ դա կրճատված աշխատատեղեր են, մարդիկ են ուզում դա, այո։ Այսինքն մենք շատ անգամ լրագրողներս գրում ենք, թե խորհրդարանի ես միջանցքում ես պատգամավորը մյուսին ինչ ասաց, բայց դա մտածածին այդ միջանցքից դուրս որևէ մեկին ինչ։ Կարծում եմ, որ եթե նույնիսկ այդ հետազոտությունն էլ չկային, որի մասին սկզբում ասեցի, այնուամենայնիվ լրագրողները իրենց այդ հարցը պետք է տան։ Այս լուրը, որ գրեցի, այս շրջանակից դուրս, ելում է հետաքրքիր։ Ու այդ դեպքում գուցե շատ անգամ իրենց գրիչը կանգ կառնի։ Իսկ որքանով եք, ինչպես եք գնահատում այսօրվա լրագրողի մտածողությունը, այսինքն, տեսեք, նեյտրալ մոտեցում հասկացությունը անհրաժեշտ է եւ լրագրողը պարտավորված է նյութը ներկայացնելու իր ենթատեքստով, ներկայացնելու իր կարևորագույն օղակներով, բայց ներկայացնելու։ Այսօրվա լրագրությունը որքանով է օգտվում ազատություն հասկացությունից եւ որքանով է սեփական տեսակի դրսևորում ապահովում։ Ես չեմ կարող այստեղ ընդհանրական գնահատականներ տալ, որովհետև լրատվամիջոցներն էլ են շատ բազմազան եւ լրագրողներն էլ են շատ տարբեր, որովհետև կան լրագրողներ, որոնք իրոք աստղեր են եւ այլն, եւ որոնք փորձում են կարդալ են ամեն ինչի մասին, որ վերաբերում են նյութին, որի մասին գրելու են, փորձել գտնել այդ կապակցության բոլոր նախկինում ասվածները, պրպտում են եւ այլն, բայց դրա հետ միասին Ես իմ առաջին ասած տեսակը եզակի դեմքեր են, հա, բայց դրա հետ միասին դաշտը լցվել է հսկայական թվականակի ուրեմն լրատվամիջոցներով եւ լրագրողներով, որոնք իրենց անելիքը պատկերացնում են Facebook-յան տարբեր գրառումներ copy-paste անելով, որոնք ենթադրում եմ, որ պետք է մի հատ այտենց այսպես կոպիտ ասած հայերեն ասած օբյեկտ ունենան, որ հեսա ընտրություններ է գալիս հնարավորություն ունենան դրանով ինչ որ PR ակցիաներ անելու մարդ փող աշխատել կոպիտ ասած, այսինքն դաշտում կա ամեն ինչից մի զույգ, եթե վերափոխեմ աստվածաշնչյան ասենք հայտնի բանը, ուստի չեմ կարող ընդհանուր ասել, թե այս կապակցությամբ լրագրող։ Իսկ վերահսկման անհրաժեշտություն չկա, որովհետև ըստ դրա հասարակությունը կազմում է, ձևավորում է կարծիք եւ համարժեք վերաբերմունք այդ դաշտին։ Ես շատ վախենում եմ վերահսկողությունից, ես շատ վախենում եմ, որովհետև հենց հարցը առաջանում է վերահսկողության, դա անմիջապես սկսում է գրաքննության հոդ գալ, որովհետև եթե այդ վերահսկման հնարավորությունը կա, դա
անպայման ինչ որ մեկը կօգտագործի պնդողակները ձգելու համար, ինչ որ բերանտներ փակելու համար, դրա համար չէ։ Համամիտ եմ, բայց օրինակ վերջին իրադարձությունները ապրիլյան այդ քառօրյա պատերազմից հետո ձեր խոսքում հետաքրքիր բան եք նշում, ասելով, որ բավականին մեծ փոփոխություններ եղան ձեր մտածողության մեջ եւ եթե կային նյութեր, որոնք նախքան դա դուք համարձակորեն կներկայացնեիք եւ կհամարեիք, որ հասարակությունը պարտավորված է տեսնելու, հասկանալու, իմանալու, նյութին տիրապետելու, այդ քառօրյա պատերազմից հետո ձեր վերաբերմունքը որոշակիորեն փոխվեց։ Այսինքն չէ որ դա էլ ինչ որ առումով վերահսկում է։ Դա գիտեք անձնական ընտրություն է այնուամենայնիվ, գուցե դա կարելի է անվանել ինքնագրաքննություն, բայց ես այդ պահերին եւ դրա համար բավական քննադատեցի, ես գիտեմ թե դուք որ հարցազրույցն եք վկայակոչում, հենց այդ հարցազրույցից հետո ես տեսա մի քննարկում, որտեղ քննադատվում էին այն լրագրողները, ովքեր այդ տեսակ մտքերին ասեն, ես միայնակ չէի, որ բան արել, որովհետեւ այնուամենայնիվ դա լրագրողի պահվածք չի, որտեւ լրագրողը պիտի իր մասնագիտական սկզբունքներից ելնելով չդնի թե ինչն է բան, բայց դա քաղաքացու այնուամենայնիվ պահվածք է։ Ու քաղաքացու, եթե լրագրողի գործը պիտի լիներ իրեն հայտնի տեղեկատվությունը, այո, իհարկե, ստուգելով երկու աղբյուրից անպայման հրապարակել, գոնե ապրիլյան դեպքերից հետո ես անընդհատ այդ հարցը իմ մոտ առաջանում էր, որ եթե իմ այս նյութի պատճառով գուցե ես առաջ կընկնեմ, գուցե ես շատ դիտումներ կունենամ, բայց դրա պատճառով մարդկային կյանքեր կհայտնվեն վտանգի տակ, քանի կոպեկ արժի, քանի լումա լավ նոր բանով ասեմ, քանի լումա արժի իմ գրած նյութը։ Հետաքրքիր տեսակ եք, որը ինքնադրսևորման ճանապարհին թեպետ մասնագիտությունը ինքը ենթադրում է արդեն այդ բոլոր դժվարությունները, բայց ամեն դեպքում միշտ թիրախային օղակներում եք հայտնվել։ Ընտանիքի ստեղծումից սկսած, չգիտեմ, զավակի լույս աշխարհ գալով պայմանավորված, նույնիսկ որը դարձյալ Ղարաբաղյան շարժի հետ կապ ուներ, այսպես ասած, հետագայում հոկտեմբերի 27, որը կարծես թե առանձնացրեց ձեզ եւ տվեց հնարավորություն եւ ինքնադրսևորման եւ պատասխանատվության եւ մի շարք տարբեր համալիր, այսպես ասած, օղակների։ Երբևէ չի եղել մերժում մասնագիտական եւ որոշում, որ այլևս չեմ ուզում լինել եւ ուշադրության կենտրոնում եւ պատասխանատվության ներքո։ Ըստ էության դա մի բան է, որ արդեն ես քանի տարի անում եմ, որտեղ իմ աշխատանքի բնույթը փոխվել է։ Այսինքն ես հիմա կայքի խմբագիրն եմ եւ գրում եմ շատ քիչ, ավելի շատ իմ գաղափարների, իմ մտահղացումները փորձում եմ իրականացնել մեր այլ լրագրողների միջոցով եւ շատ անգամ նաեւ իրենց թիրախ դարձնելով, դա շատ վատ է իհարկե, բայց դե Պատասխանատվություն ամեն դեպքում վերցնելով ձեզ վրա։ Պատասխանատվություն, այո, կայքի պատասխանատուն կոնկրետ ես եմ նշված կայքում, որ բանով, բայց այնուամենայնիվ ինձ թվում է, որ ի վերջո եկավ այդ պահը շատ բանը։ Տեսել եք դրսում հիմնականում արտերկրում էկրանին լուրեր հաղորդումները որպես կանոն տարեց մարդիկ են, տարեց լրագրողներ են։ Ենթադրվում է, որ լրագրողը պիտի որոշակի փորձառություն, հիմք, բազա ունենա, իմացություն, մինչև կարողանա վստահություններ շնչել իր լսարանին, հա։ Մեզ մոտ չգիտես ինչու լրիվ հակառակ միտումն է առկա, այսինքն ենթադրվում է, որ մարդը, որ արդեն մի քիչ շատ երկար է զբաղվել լրագրությամբ, հենց ոչ մեկ մեզ չի բանանում։ Մենք ինքներս ենք մեկ էլ հանկարծ անհարմար ենք զգում, լավ էս տարեքից ասուլիսներով վազենք, ոնց կլինի, ախր սենց որ կլինի ու գերադասում ենք փոխել աշխատանքի բնույթը, շատ վատ է։ Իրոք վատ է, բան եւ գուցե մեր լրագրության հետ կապված որոշ խնդիրներ էլ բխում են նրանից, որ մենք շատ ենք դաշտը թողել բացառապես նորավարտ ուսանողներին, հա։ Այսպես ասած հնարավորություն տվել եք ինքնադրսևորման, բայց ազատության ընկալումը այսօրվա երիտասարդների բոլորովին այլ է եւ երբեմն այդ սահմանի չճանաչելու արդյունքում որակական թերացումներ եւ բացթողումներ են ունենում։ Համաձայնելով ձեր այս դիտարկմանը, բայց ես ուզում եմ ի պաշտպանություն ջահել երիտասարդ սերնդի մի քանի բաներ ասեմ, նրանք ավելի լավ են տիրապետում մուլտիմեդիային գործիքներին, հա։ Նրանք կարողանում են գործադրել լրագրության մեջ այնպիսի լեզուներ, այնպիսի գործիքներ, որոնց մենք ավագ սերունդս չենք տիրապետում, ասենք, կազմել ոչ միայն
օրինակ ինֆոգրաֆիկա կազմել, հա, ոչ բոլոր, իհարկե դա կարելի է սովորել, եթե ունես ցանկությունը, բայց այնուամենայնիվ նրանք ավելի շեշտադրում անում են ոչ միայն խոսքի վրա, այլ նաև տեսաշարի եւ այլն ֆոտոշարքի, այո, բայց սա կարծում եմ ժամանակի թելադրանքն է, այստեղ ոչ թե անհատի դրսևորումներն են, այլ ժամանակի ենթադրություններն են, որոնք այսպես թե այնպես իրենց հետքը միանշանակ թողնելու են։ Բայց ուղղակի հարցը հետևյալն է, ասենք ճիշտ է, նրանք սխալներ են թույլ տալիս, ես ձեր նախորդ դիտարկմանը վերադառնալով ասում էլի, բայց մենք էլ էինք, երբ որ երիտասարդ էինք, մեզ էլ ավագ սերունդներ էլի քննադատում էր, էլի ասում էր, որ փորձառություն չկա, էլի ինչ որ բաներ չգիտեք, այդ մի բան է, որ ժամանակի ընթացքում ձեռք ես բերում, եթե ունես ցանկություն այնուամենայնիվ։ Ես չեմ թողում որդուս խոսել, ես մոտ լարებ։ Կուզեմ ձեր արտահայտություններից մեկին անդրադառնալ, որ նշել եք ձեր զրույցներից մի քանիսում պարբերաբար նշել եք, որ մասնավոր զրույցում ասվածը երբեք չեք օգտագործի եւ չեք հրապարակի։ Լրագրողական երբեք։ Բայց եթե ճակատագրական երբ նույնիսկ եղել է իմ մոտ դեպք, երբ որ ասենք երկու հոգու միջև զրույց էր, որին ես ականատես էի եւ մասնակիցներից մեկը խնդրեց հրապարակել, ես ասացի ոչ, ես մասնավոր զրույցում ասած բանը բավական բարձրաստիճան պաշտոնյա էր, հիմա արդեն նախկին։ Ասեց հրապարակի էլի որպես սեփական աղբյուրներից, ասեցի չէ, ես չունեմ թույլտվությունը հրապարակման, ինքը ասեց, բայց եթե ես համաձայն եմ, որ հրապարակում, բայց ես միևնույն է չհրապարակեցին։ Հետաքրքիր է, մարդիկ փորձում են ամեն կերպ կորզել նյութ ինֆորմացիա եւ ներկայացնել հասարակությանը, իսկ այստեղ կա հնարավորություն, բայց կա սեփական խիղճ եւ վերաբերմունք։ Գիտեք, այնպես էր ստացվել, որ մյուս կողմը, որը նույնպես բարձրաստիճան պաշտոնյա էր, այդ պահին մի քիչ գինովցած էր։ Այս մեկը, ով առիթ օգտագործելով իրան պատին սեղմեց էլի, գիտեր, ես նրա թույլտվությունը եթե ունենայի, գուցեև կհրապարակեի, բայց նա բնականաբար երբեք չէր տա, որովհետև մարդ էր, հիմա մի քիչ կատարը տաքացրել էր, ինչ ասեմ։ Հետաքրքիր մի բան, լրագրողները պարտավոր են տիրապետելու նյութի, այսինքն գրական առումով պետք է ունենան այն բազային հենքը, որը կտա հնարավորություն դրսևորման, բայց կա նաև տեխնիկական մոտեցում, որքանով ես գիտեմ, քանի որ կրթություն չունեմ լրագրողական, ինքս երաժիշտ եմ եւ երբևէ առնչություն եղել է մուտք ինքնակրթությամբ զբաղվելու, փորձել եմ եւ հասկացել եմ, որ այն պատկերացումները, որը տալիս է ինձ գրականությունը լրագրության մասին, չի կարող ստիպել ինձ ուսումնասիրություններ կատարելու, այսինքն այն դասական գրականությունը, որը տալիս է հնարավորություն։ Բայց ամեն դեպքում տեխնիկական հնարքներ կան, որոնց պարտավոր է լրագրողը տիրապետելու։ Օրինակ, չգիտեմ, հայելանման ընթերցանության կամ գլխի վայր ընթերցելու հնարավորության եւ արագության լրագրողների համար է, ովքեր բանը պատահաբար սեղանին մոռացած փաստաթուղթ ուզում են նվան անել կարդալ։ Իդեպ ասեմ, երբեք չէի ձեր հայերենը շատ լավն է։ Ինձ թվում էր բանասիրական կրթությունը այնուամենայնիվ եղել է։ Շնորհակալ եմ, բայց ոչ։ Որպես երիտասարդ սերունդ, այդ գործիքների տիրապետման ցանկություն եղել է եւ արդյոք ակադեմիական կրթության մեջ կա այդ բաժինը, այսպես ասված։ Իհարկե եղել է, մենք քանի որ մուլտիմեդիա ես անձամբ շատ էի սիրում մուլտիմեդիա լրագրությամբ զբաղվել, շատ հաճախ եղել է ինքս էլ, երբ որ աշխատում եմ Ամեկ+ հեռուստաընկերությունում, փոքրիկ կամերայով միջոցառումներ եմ նկարել, եղել է շաբաթ-կիրակի, որ մոնտաժ անողը չի եղել, ինքներս ենք մոնտաժ արել, այդ առումով իհարկե հետաքրքրել է, մենք նաև համալսարանում ունենք հատուկ դասընթաց, կոչվում էր ֆոտո եւ վիդեո լրագրություն, որի ժամանակ մեր թեկուզ քննական առաջադրանքներ լուսանկարներ անել, տեսանյութ անել, մոնտաժել, այսինքն նախ կրթության առումով, երկրորդն է ցանկության եղել է դա ու իմ աշխատանքի ընթացքում օգտագործել եմ միջոցառումներից աշխատել եմ միշտ ֆոտոշարքտամ, քանի որ դա մարդկանց գրավում է տեսանյութ ֆոտոշարք, ես անձամբ հիմնական այդպիսի նյութեր եմ բացում, որտեղ տեսանյութ կա, այդ առումով պետք է շատ հիմա շատ կարևոր է, որ լրագրողը ինձ թվում է իմանա այդ ամեն ինչին տիրապետի։ Որպես ժամանակի երիտասարդ ձեզ տեսանյութերով, այսինքն տեսաշարով նյութերն են հետաքրքիր, իսկ կարծում եմ ավագ սերնդին։ Ասեմ ինչու, որովհետև
արագության հետևից ընկած լրագրողները անպայման խոսքի մեջ ինչ որ խեղաթյուրում կամ ոչ նույնիսկ միտումնավոր, գիտեք, ուղղակի արագության հետևից չես կարող հասցնես ճշգրտորեն վերարտադրել ասվածը։ Իսկ տեսանյութերը հենց այն հնարավորությունն է, որոնք անխաթար են հասցնում կատարվածի պատկերը, համեմատաբար, հա, եթե այնտեղ իհարկե մոնտաժ չի արվել, բարեբախտաբար մեր ոչ բոլոր լրատվամիջոցները ունեն մոնտաժման հնարավորություն, որովհետև դա մի քիչ թանկ եւ ուղղակի կարելի ասել հումնյութն են դնում համացանց, այնպես որ եթե դու ուզում ես իրական պատկերացում ունենալ, թե ինչ է կատարվել, տեսանյութերը ավելի գերադասելի են, քան տեքստը։ Որքանով է կարևոր հոգեբանական պատրաստվածությունը լրագրողի ըստ ձեզ։ Այսինքն, տեսեք, ես նկատել եմ, որ շատ հարցազրույցների ժամանակ լրագրողները արձագանք որպես այդպիսին չեն տալիս, այսինքն զրուցակցի համար բավականին դժվար է հասկանալ, որքանով հետաքրքրեց նյութը, որքանով բացվելու հնարավորություն կտա հոգեբանական դեմքով են, հա, առանց անթարթ հոգեբանական պատրաստվածությունը եւ արդյոք այսօրվա մեր դպրոցը տալիս է այդ հենքը։ Մեզ օրինակ համալսարանում սովորեցնում են, թե ինչ կարող է լինել հարցազրույցի ընթացքում։ Լինում են դեպքեր, որ հենց փորձառու լրագրողներին իրանք որպես մենք որպես լրագրող, իրենք որպես հյուր հարցազրույցներ են կազմակերպում ամբողջ կուրսի ներկայությամբ, այսինքն մեր խմբի ներկայությամբ եւ տեսնում ենք այն, ինչը կարող է պատահել, այսինքն մեզ սովորեցնում են ձևակերպել օրինակ այնպիսի հարցեր, որոնց պատասխանը այո կամ ոչ անհնար է լինի։ Իսկ եթե լինի, դա արդեն պատասխանողի պարտությունն է նաև լրագրողի։ Այո, այդպիսի առումով նաև սովորեցնում են, թե ինչպիսի վիճակներ կարող են լինել։ Ես օրինակ մի ժամանակ, երբ որ կառավարության դիմացի բողոքի ակցիաներ էի լուսաբանում, մարդու տեսա, որի երկու ոտքերը շատ բան վիճակում էին, դա օրինակ իմ համար շատ ծանր էր մեմ ասված։ Այդպիսի առումով հոգեբանական բանելա, չնայած փորձառու գործընկերներից մեկը ասում էր տարիքի հետ արդեն այդ ամեն ինչը հասնում է ավելի կոշտուկներ են առաջանում եւ զգայարանները բթանում։ Ուշադրություն չդարձնել արդեն։ Հարցն է, որ եթե դու հանկարծ մատնես քո դեմքի արտահայտությունը, դա կարող է հանկարծ ձախողման պատճառ դառնալ։ Օրինակ լրագրող գործընկերուհիներիցս մեկը մի անգամ ծիծաղելով ինձ ձայնագրություն միացրեց, ասեց՝ դու լսի արվեստի գործիչներից մեկն էր, որ մեկ էլ հարցազրույցը ընդհատում է եւ ասում է՝ դուք ինչի եք ինձ տենց նայում, ասում է, ինչ չեք հավատում։ Գործընկերուհիս ընթացքում լսելու, sense քիթը վերև էր բարձացել ու դեմքին բավական զզվանքի արտահայտություն էր, բայց հա, դե մարդը կարող էր ուղղակի դադարեցնել հարցազրույցը, ասել գնա քո ճանապարհով։ Դրա համար երևի թե այնուամենայնիվ դեմքի անհաղորդ արտահայտությունը ավելի ամենափրկիչ է, էլի, որ ցույց չտաս ոչ քո հիացածությունը, եթե կա այդպեսին, ոչ էլ դժկամությունը, որտեղ այլ երկու դեպքում էլ դու բավական խոցելի ես դառնում։ Մի խոսքով կարծում եմ, որ բոլոր առումներով լրագրությունը տալիս է հնարավորություն մարդուն ամուր տեսակ ձևավորելու, որովհետև հանկարծակիությունները շատ են, բախումները շատ են, պատասխանատվությունը մեծ է, որոշում կայացնելու անհրաժեշտությունը անչափ է եւ ինքնակրթվելու հավանականությունն էլ պարտադիր։ Այդ վերջինը համաձայն եմ, բայց ինչ վերաբերում է ամուր տեսակին, չի ասի։ Կամ գուցե իմ նյարդերն են այսքան բարակել, դա զգացի այն պահին, երբ որ դեռ խորհրդանական թղթակից էի ու падգամավորներից մեկը ասեց կտամ գլուխդ կջարդեմ, հա, ոչ իմ գլխում դա չի տեղավորվում։ Դե մարդը ուղղակի ասեց սիրուն աղջիկ, ասեց ես ինչ ես գրել թերթում, ես ասեցի ես ինչ եմ անունը, ասեցի ինձ այդպես մի դիմեք, ես այդտեղ որպես սիրուն աղջիկ չեմ հավատարմագրված, հա։ Ու իրան շատ դուր չեկավ այդ իմ պատասխանը, ըստ էության մտածում եմ, որ ինքը իհարկե հաճախոսություն անում է, ինչի եմ ես այնց հանկարծ պոզեր ցույց տալիս, էլի։ Պիտի հալվեիք, այսպես ասած։ Հա, ես հակառակը ասացի, որ ինձ դիմեք անունով։ Ու երբ որ ինքը ինձ ասեց կտամ գլուխդ կցխեմ, ասեց պատի վերաբան եւ այլն, այդ ինչ ձև ես խոսում։ Ես հետո երկար ժամանակ ասեմ դողում էի, չէի հանգստանում, թե ինքը մի քանի անգամ հետո մտածավ իրան հասկացրեցին, որ իզուրես իրան վիրավորել եւ այլն բան, այլ իր գործընկերներ, ինքը հաներողություն էր խնդրում, ասում էր կգնանք միտեղ կնստենք, բան, ասում էի
հերու գնա ինձնից էլ Բայց ամեն ինչ արդեն ասված է, ազդեցությունն արդեն։ Չէ, ես այդ օրը որ զգում էի, որ բան ամբողջ մարմնով ջղայնությունից դողում էի, հասկացա, որ նյարդերս մի կարգին, ես նյարդային համակարգս խարխարել եմ։ Հա չէի ասի, որ ավելի ամուր ես դառնում, հակառակը ժամանակի ընթացքում երևի ինչ որ ավելի դյուրագրգիռ ես դառնում։ Գուցե պետք է չէր այդպես արձագանքել, դա իմ ասած սիրուն աղջիկ ասացի։ Չգիտեմ որքանով է մեր տարածաշրջանին բնորոշ, մեր տեսակին բնորոշ այդ դրսևորումը, թե համաշխարհային դրսևորում ունի, ամեն դեպքում երբեմն միջազգային մամուլը տալիս է հնարավորություն անդրադարձի եւ ականատեսը լինելու տարբեր իրադարձությունների, որոնք դարձյալ կոնֆլիկտային են եւ որոշակի արժեհամակարգի արտահայտություն են իրենցից ներկայացնում, բայց ամեն դեպքում կարծում եմ մեզանում տարածված է այդ սեփական ազատության սահմանների չափիչ ճանաչելու հավանականությունը եւ մենք չունենք դեռևս այն կրթված հասարակարգը եւ այն համագործակցությունը, որը կարող է մեզ տալ մամուլում ազատություն եւ չորրորդ իշխանություն բացարձակ հասկացությունը։ Ինչ ասեմ, ես այդ ընդհանուր բանից ես կոնկրետ գիտեք, երբեմն չեմ էլ ուզում գործընկերներից քննադատել, որովհետեւ առանց այն էլ այնքան շատ է իրենց հետ կապված քննադատությունը, որ եւս մի բան էլ ես իմ կողմից լցնել չեմ կարող, բայց անկեղծ ասած երբեմն շատ եմ նյարդայնանում, երբ որ այդ տեսանյութերով հետևելով թե օրինակ բավականաչափ քննադատված պատգամավորներից մեկը, որին ականջակալով տվել էին լսելու, թե ինչպես է մեկ այլ պատգամավոր հայոյում լրագրողներից մեկին, ու նա ասաց, ես չեմ լսում։ Ոչ մի համակրանք կամ բան չունենալով տվյալ այդ գործի նկատմամբ, բայց այնուամենայնիվ մեկ էլ լսում եմ, թե լրագրողներից մեկը ասաց, իսկ չեք ուզում ձեր ականջները տանել ստուգել տար ձեր բժշկական կենտրոնում։ Ինձ համար սա հակալրագրային պահվածք է։ Ես իհարկե գիտեմ, որ իմ որոշ էլի փորձառու գործընկերներ համարում են, որ լրագրողը երբեմն պետք է քաղաքացիական դիրքորոշում ցույց տա եւ այո, եթե պետք է հանրահավականի ազգային ժողովի նիստերի դահլիճում եւ այո, երբեմն պետք է որոշների երեսին շպրտիել կամ ասի են ինչ որ մտածում են, բայց ես չգիտեմ, ես կնախընտրեի այդ պահին բեջս հանել լրագրողական բանով եւ նոր ասել էլի, բայց դու այդ պահին ասուլիս ես ներկայացնում ես մի ամբողջ համակարգ։ Մեկ էլ հանկարծ քեզ պահում ես, չգիտեմ, այս վերջերս օրինակ մի լրագրողի հետ կապված բան եղավ, որ լրագրողը ամոթել է իրեն ասելը, հա։ Մի գործի հետ կապված, որի բռնության էր ենթարկվել, շատ վատ բան եմ հիմա ասելու, բռնությունը երբեք ոչ կարելի է արդարացնել, ոչ ինչ որ ձևի աջակցել, բայց ես օրինակ դրանք դրա հետ կապված երբ որ բաներ եղել, մենք ասացի գլխավոր խմբագրի հետ համաձայնությամբ, ասացի որ չենք անդրադառնալու, որովհետև ինքը իր լրատվամիջոցում իրեն խուլիգանի պես է պահում, վիրավորելով մարդկանց, անվանարկելով եւ այլն եւ իր հետ վարվել են այնպես, ինչպես վարվում են խուլիգանների հետ, ուղղակի մի ապտակ հասցնելով, չարթարացնելով, հա, բայց իրան եւ դատի տալու փորձեր ա եղել, ապարձուն եւ այլն, բայց եթե դու պահում ես քեզ այդպես, պիտի նաեւ պատրաստ լինես համարժեք արձագանքի։ Միանշանակ եւ կարծում եմ շատ կարեւոր է որպեսզի յուրաքանչյուրս գիտակցենք, թե ինչ օղակում ենք գտնվում եւ ինչ ենք ներկայացնում եւ երբեմն այդ կանոնակարգին լինելով բացարձակ ազատ, բայց այդ կանոնակարգին համարժեք ներկայանանք, որպեսզի մարդ հարարած կոչվելու իրավունք ունենանք։ Մի քանի լրատվամիջոցներ կան, որոնք բան են անում, պահվածքի բանել ունեն, ասենք իր վարքականոնից բացի, էլի, մոտավորապես թե ինչ պետք է հագնեն, երբ որ գնում են հարցազրույցին, ինչ պիտի հագնես մի բան, որ թույլ չի տա քեզ հարգանքով վերաբերվել, հա։ Միանշանակ, ես կարծում եմ, որ դա ամենակարևոր, այսինքն տեսնելով դու արդեն պատկերացում ես կազմում եւ կարող ես քեզ ինչ-որ բան թույլ տալ եւ թույլ չտալ։ Մեր լրագրողներից մեկին, որը պիրսինգ ունի բանի վրա, դա հարցազրույցի քիչ է մնացել ձախողվել, որովհետեւ Սերան Սարոյանը անդադասել էր, աղջի խայտարակ, ես ինչ ես կոծել։ Սա էլ մեր առանձնահատկություններն են, մեր դրսևորումներն են։ Անչափ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր է ձեզ հետ զրուցել, բայց գիտեք, որ եթերային ժամանակը սահմանափակ է, սակայն ունենք ձևավորված վերջնահարց, որի պատասխանն Աննա ձեզանից կուզեի ճիշտն ասած լսել, ես եմ ասելով ինչ եք հասկանում։ Ոչինչ ավելին, հենց որ ես եմ։
բարձ եւ հանճարեղ։ Անչափ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալություն նաև ձեզ։ Երբեմն ենթադրություններ ենք անում, տպավորություն ենք ստանում, կարծիք ենք ձևավորում, խորամուխ չլինելով խնդրի եւ ոլորտի մեջ։ Պարզապես բախվելով այս կամ այն դրսևորման հետ, որը կարող է չվերահսկվել եւ կարող է պարզապես պատահականության արդյունքում հայտնվել մեր ուշադրության կենտրոնում։ Փորձենք քննադատելուց առաջ, կարծիք հայտնելուց առաջ խոր ուսումնասիրություն կատարել, ճանաչել այս ոլորտը եւ հետո նոր գնահատական տալ։ Հանդիպելու ենք վաղը 18:55-ին կրկին ասելու բարև, ես եմ։